Կեղծ պահածոյացված ծկան արտադրություն եւ վաճառքի փաստ։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Բատոնո ՍՊ-ի ղեկավարին կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող կեղծ ապրանքներ արտադրելու եւ վաճառելու փաստի առիթով։ Այս տեղեկությունը վերջերս հայտարարել է ֆինանսների նախարարությունը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ինչպես նշվել է ճեպազրույցի ժամանակ, ընկերության կողմից արտադրված արտադրանքը նախատեսված էր Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների աշխատակիցների սննդի համար։ Պացի հետախուզության վարչության կողմից ձերբակալված երկու Թուրքիայի քաղաքացին, որոնց հետաքննությունը մեղադրում է ռադիոակտիվ նյութեր անօրինական կերպով ձեռք բերելու փորձի մեջ, դատապարտվել են որպես խափանման միջոց ազատազրկման։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Կուրտանիձեն։ Դատավարության ընթացքում դատախազությունը միջնորդություն է ներկայացրել որպես խափանման միջոց ազատազրկումը կիրառելու վերաբերյալ, նշելով փախուստի ապացույցների ոչնչացման եւ կրկնահանցագործության վտանգը։ Պաշտպանությունը չի համաձայնել մեղադրանքի կողմի դիրքորոշման հետ։ Կալանավորվածներից մեկի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրյալները ընկերոջ հետ գնացել են Ծխալտուբոյի շրջան ոսկի գնելու, որը պետք է վաճառվեր Թուրքիայում, եւ որ նրանք որևէ անօրինական գործողություն կատարելու մտադրություն չեն ունեցել։ Փաստաբանի խոսքով Թուրքիայի քաղաքացին ամուսնացած է, ունի 3 երեխա, հղի կին, աշխատում է շինարարության ոլորտում եւ գումար չունի ռադիոակտիվ նյութեր գնելու համար։ Կալանավորվածներից մեկի փաստաբանը դատավորին առաջարկել է 5000 լարի չափով այլընտրանքային գրավ։ Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի առողջապահության նախարարը Միխայել Սարջվելաձեն հայտարարել է, որ առողջապահության նախարարությունը մեկնարկում է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգումը։ Սարջվելաձեի խոսքով տվյալների բազայում դեռևս կան մարդիկ եւ ընտանիքներ, ովքեր այլևս սոցիալապես օգնության կարիք չունեն։ Բացի այդ, ըստ նրա, սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան բազմիցս դարձել է անազնիվ քաղաքական շահարկումների առարկա։ Սարջվելաձեի խոսքով սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգման նպատակն է ապահովել, որ տվյալների բազայում միայն եւ միայն այն ընտանիքները եւ անձինք ընդգրկվեն, ըստ գործող օրենսդրության իրականում իրավունք ունեն պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալ։ ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի եւ փորձագիտական առաքելության աշխատանքի ակտիվացման հարցը դեռևս քաղաքական գնահատականների թեմա է։ Ընդդիմությունը հայտարարում է, որ կհամագործակցի առաքելության հետ։ Այս մասին հայտարարում է մեծամասնությունը։ Հիշեցնենք, հունվարի 29-ին Մեծ Բրիտանիան եւ ԵԱՀԿ 23 երկրներ ակտիվացրել են Մոսկվայի մեխանիզմը Վրաստանի նկատմամբ եւ պահանջել են ստեղծել փորձագիտական առաքելություն։ Ըստ տեղեկությունների, առաքելության առջև դրված են հետևյալ խնդիրները. փաստաթղթավորել Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ վերջին զարգացումները եւ պատրաստել առաջարկություններ մտահոգիչ հարցերի լուծման վերաբերյալ։ Այսպես կոչված զանգերի կենտրոններում կալանավորվածների գործը երկրորդ օրն է, ինչ քաղաքական գնահատականների թեմա է։ Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը զանգերի կենտրոններին հովանավորելու մեջ եւ պատասխանատվությանը ենթարկում նրանց, մինչդեռ իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է մեղադրանքները եւ իր հակառակորդների մեղադրում զրպարտության մեջ։ Հիշեցնենք, քաղաքային դատարանը Էլիսո Կիլաձեին, Օթար Փարცხալաձեին եւ այսպես կոչված զանգերի կենտրոնների գործով մյուս մեղադրյալներին որպես խափանման միջոց ազատազրկման է դատապարտել։ ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Իրանը ընդամենը 10-15 օր ժամանակ ունի համաձայնության գալու համար։ Ինքնաթիռում Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ եթե նրանք համաձայնության չգան Իրանի հետ, ապա շատ վատ բաներ կպատահեն եւ Միացյալ Նահանգները ամեն դեպքում համաձայնության կհասնեն։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին Իսրայելը պատրաստվում է հիպոթետիկ սցենարի, որի դեպքում Իրանը կարող է առաջինը հարվածել Իսրայելին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի նկատմամբ հռետորաբանությունը վկայում է ագրեսիայի իրական ռիսկի մասին եւ Իրանը վճռականորեն կպատասխանի հարձակման դեպքում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։ Իլայի պետական համալսարանի բնագիտությունների եւ էկոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորները համալսարանի բակում ճեպազրույց են անցկացրել։ Քննադատում են կառավարության կողմից ֆակուլտետների թիվը կրճատելու որոշումը եւ խոսում են հնարավոր վտանգների մասին, որոնք ըստ նրանց կբերի բարեփոխումը։ Դասախոսների խոսքով որոշումը կտրուկ հակասում է Վրաստանի սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը, որը ապահովում է համալսարանական իրավասության պաշտպանությունը։ Ենթակառուցվածքների նախարարը Ռևազ Սոխաձը նախարարության ենթակայության հաստատությունների ղեկավարների հետ միասին շարունակում է վերահսկել տարածաշրջանում իրականացվող նախագծերը եւ ստուգել դրանց իրականացման որակը։ Նախարարը այսօր Սամեգրելոյի շրջանում էր, որտեղ տեղում ուսումնասիրել է ավարտված եւ ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքները եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է նախատեսված նախագծերի մանրամասները։ Կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնյան Ռուսթավիում հանդիպել է Քվեմոքարթլիի շրջանի ուսանողների եւ դիմորդների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ազգային փոքրամասնությունների դպրոցական համայնքի ներկայացուցիչներ, ադրբեջանախոս եւ հայախոս դիմորդներ, ովքեր պլանավորում են սկսել սովորել վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագրում, ինչպես նաեւ ուսանողներ, ովքեր արդեն սովորում են ընդգրկված են վերոնշյալ ծրագրում։